Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Արև ձեզ արգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բանի ես զրուցում եմ քաղաքագետ Երվանդ Բոզյանի հետ, շնորհակալ եմ պարոն Բոզյան մեր հավերնությունելու համար։ Գյումրու ընտրությունները արդեն իսկ մասնակիցների առումով իրողություն են, ովքեր են մասնակցելու, ես ձեր թույլ տվությամբ հիշեցնեմ, որ ուժերն են մասնակցում այդ ընտրություններին, ուրեմն Գյումրու ընտրություններին մասնակցում է Մայր Հայաստանը, Կարեն Սիմոնյանի առաջին համար լինելով քաղաքապետության տեխնացությամբ, մասնակցում է Վարդան Ղուկասյանը, Գյումրու նախկին քաղաքապետ կոմունիստական կուսակցությամբ, մասնակցում է Լուսավոր Հայաստան կուսակցության նախկին անդամ Սարիկ Մինասյանը, քաղաքացիական պայմանագրով մասնակցում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, հանրապետական կուսակցության հետ աֆիլիացվող կուսակցությամբ Իմ հզոր համայնք, մասնակցում է դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, Արտյոմ Ղարաղազարյանի տեխնացությամբ, Սուրեն Սուրենյանցի կուսակցությունն է, մասնակցում է այդ, ինչպես պարոն Թևանյան հետաքրքիր ձևակերպում տվեց, Եվրաթուրքերը, այս Եվրոպամետ հանդես եկող, արևմտամետ հանդես եկող ուժերի հետ դաշինքը Լևոն Բարսեղյանի տեխնացությամբ, բան բաց թողեցի, Մարտուն Գրիգորյանը, հայրենիք կուսակցության եւ Երվանդ Թարվերդյանի կուսակցության դաշինքով, ոնց որ թե բան տեխնացու բաց չթողեցի, թե բաց թողեցի որով մեկին։ Երևի նաև Արտյոմ Թումանյանի մասին երևի մոռացեք ասեք, հա։ ԿՊ-ի չստիկը, այն մարդ, որը դարձավ պատճառ Արմեն Գրիգորյանի մահվան դատարանում, այդ մարդը ծառայելով քաղաքացիական պայմանագրին, փաստորեն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ, ԿՊ-ական իշխանությունը կալանավորեց, այդ մարդը առողջական խնդիրներ ուներ եւ հենց դատարանի դահլիճում ու եթերում մահացավ։ Սա իր կենսագրության միակ էական գործունեությունն է։ Հիմա եկեք ուժերի հետ կապված վրայով անցնենք, բայց ես կխնդրեմ երկուսս էլ մաքսիմալ օբյեկտիվ լինենք, ինչու։ Այո, մենք Մայր Հայաստանի ներկայացուցիչներ ենք եւ Կարեն Սիմոնյանը մեր նախընտրած տեխնացուն է, բայց այսինքն այս եթերը չի լինելու այն մասին, որ բոլորը վատն են, օբյեկտիվ փորձել ենք մոտենալ։ Միանշանակ, իհարկե։ Հիմա սկսենք Կարեն Սիմոնյանից։ Կարեն Սիմոնյանը, ես իմ գնահատականներն եմ տալու, դուք ձեր կտակ, գործարար է, որքանով ես Գյումրիում հասկացել եմ, ընդ որում միջև իր տեխնացու լինել չլինել, հա։ Մարդիկ հիմնականում ովքեր ճանաչում են այդ տղային, հարգում են, հաջողակ գործարար է, այսպես խոսքի տեր մարդ է, միշտ այս իշխանություններին եղել է ընդդիմություն, քաղաքական դիրքորոշում է ունեցել 18 թվականից սկսած, այսինքն հստակ հրապարակային, հա, միջև այդ իր գործունեությունը էլի ընդդիմադիր դաշտում է եղել, բայց արդեն ավելի պակաս, այսպես դերակատարմամբ, իհարկե, եւ քաղաքական դաշինքի իմաստով Մայր Հայաստան շարժման ներկայացուցիչն է լինելու, Մայր Հայաստանը կարծում արդեն շատերի համար հասկանալի է, ինչ է, բայց Կարեն Սիմոնյանը քանի որ Հայաստանում սովոր են, չէ, գնահատել մարդկանց միայն ովքեր եղել են իշխանության։ Կարեն Սիմոնյանը այդ խնդիրը ունի, որովհետև իշխանության չի եղել, Մայր Հայաստանի իշխանության չի եղել, եւ մարդիկ կարող են դժվարանալ ասել, թե ինչ սպասել։ Բայց այդ առումով եկավ փառատելու իր նախաձեռնությունը, պարոն Թևանյանի գլխավորությամբ այդ Գյումրու ազատ տնտեսական գոտուն մշակված ծրագիրը եւ ազատ քաղաք հռչակելու ծրագիրը, որը ցույց տվեց, որ այդ մարդը ծրագրային մոտեցումներ ունի խնդիրների լուծման, այսինքն
ոչ թե մեզ ձայն տվեք գանք լավ կլինի կենացային տրամաբանությամբ, այլ կա հստակ պատկերացում ինչ խնդիրներ ունի Գյումրին եւ ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել։ Ձեր գնահատականները։ Երևի սկսենք Կարեն Սիմոնյանի, քանի որ դուք խնդիրը հենց այդպեսի դրեցիք, ես ասեմ, որ Կարեն Սիմոնյանին ես ճանաչում եմ 2015 թվականից։ Նշեմ, որ ինքը ընդդիմադիր դիրքորոշումներ է ունեցել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ, այլ նաև Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ։ Եվ 2016 թվականին այդ թիմը մասնակցել է Գյումրիի ընտրություններին, համախմբում կուսակցության, այսպես ասած, քողի տակ, եւ որպես ընդդիմադիր այն ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Եվ Կարեն Սիմոնյանը իսկապես դուք ճիշտ եք ասում գործարար է, բայց ինքը իր կարիերան սկսել է ոչ թե վերևից, այլ սերվիկրա տալուց, այլ ինքը իր սկզբնական կարիերայի սկզբնական փուլից ինքը հասարակ քաղաքացի եղել, բանվոր է եղել, իր քրտնաջան աշխատանքով է հասել այդ հաջողության, ծառայել է Հայաստանի բանակում, այսպես ասած սպեցնազում է ծառայել եւ նույնիսկ այնպիսի դրական, այսպես ասած գնահատականներ արժանացել, որ իրեն առաջարկել են, որ ինքը շարունակի իր ծառայությունը, բայց որոշել է իսկապես խաղաղ կյանքի իր կարիերան շարունակել եւ մի շարք ուղղություններով բիզնեսով է զբաղվել եւ հաջող է գործել այդ ոլորտների մեջ։ Հետո արդեն դրանից հետո արդեն որոշել է մտնել, այսպես ասած, հանրային կյանք եւ հիմնել այդ մենք հիմնադրամը, երիտասարդական մենք հիմնադրամը, ինքը իսկապես մարդամոտ շատ անձնավորություն է, ինքը հաճույք է ստանում, որ հատկապես երիտասարդների հետ է շփվում, երիտասարդ է զգում, հա, այսպես ձևակերպենք եւ այդ իմաստով ինքը բավականին հաջողակ անձնավորություն է, բայց մենք միշտ որ իր հետ որ զրուցում էինք, միշտ այդպեսի մի հատ կարմիր թելերով անցնում էր այն գաղափարը, որ ճիշտ է ինքը հասել է հաջողության, բայց իր հարազատ քաղաքը աղքատության մեջ է թաղված։ Ամբողջ Գյումրին, եթե նայենք, չեմ ուզում շատ բացասական գնահատականներ տամ, բայց ինքը ճիշտ է քաղաք է, բայց այն քաղաքը որ կար ժամանակին խորհրդային միության լենինականը որ գրեթե որևէ կապ չունի։ Գրեթե շատ քիչ կապ ունի, որտեղ այն ժամանակ ապրում էր քաղաքում ապրում էին ավելի քան 250,000 մարդ եւ մի շարք արդյունաբերական հիմնարկներ կային։ Քաղաքի նման, այսպես ասած, համայնք էր դա։ Այս պայմանությամբ ինքը իսկապես ժամանակին աղետի գոտի էր, աղետի գոտին վերացավ, դարավ նորմալ, քիչ թե շատ մարդիկ դոմիկներից ազատվեցին եւ բնակարաններ ունեցան, ընդամենը մոտավորապես 2700 դոմիկ է մնացել քաղաքում, բայց զարգացման խնդիր չկա։ Այսինքն տեսեք, արդյունաբերական լուրջ մակարդակի հիմնարկներ չկան, գործարաններ չկան, որպեսզի կարողանա աշխատեն եւ մարդիկ ունենան աշխատատեղեր։ Հիմնականում մանր բիզնես է, սննդի օբյեկտներ են, բան տենց գազալցականներ, բենզինլցականներ, ինչ-որ մանր-մուներ, մի հատ գարեջրի գործարան կա, մի հատ հայ-թեքի ոլորտի այսպես լուրջ մակարդակի կենտրոն կա, ցավոք սրտի եմ ասում։ Եվ Կարենը, որ մենք խոսում ենք, ինքը ասում էր, որ ես ճիշտ ասած մտածում եմ, որ ինչ կարող ենք անել, քննարկում էինք, ըստ էության դուք գիտեք, որ Գյումրիի բյուջեն մոտավորապես 14 միլիոն դոլարի է, մոտավորապես 5 միլիոնը հավաքվում է քաղաքում, 9 միլիոնը տալիս է կենտրոնական իշխանությունը։ 14 միլիոն դոլարով ոչ մի լուրջ մակարդակի զարգացում չես կարող անել։ Տեսեք, օրինակ հարևան Վրաստանը, չէ՞, իրենք ինչ հայացին, եթե դու հիշում եք, բանի Շևարդնadrեի ժամանակ Բաթումը մեր համակարգացիները կհիշեն, որ կիսա քանդ, կիսա գյուղաքաղաք էր իրենց ներկայացնում, շատ թույլ զարգացած, ընդհանրապես Վրաստանն էր շատ թույլ զարգացած։ Սաակաշվիլիի ժամանակ ինչ արեցին։ Արտոնություններ տվեցին, շատ լուրջ արտոնություններ տվեցին, եւ որի արդյունքում Բաթումը զարգացավ, այսօրվա դրությամբ Բաթումը դարձել է Վրաստանի туриզմի մայրաքաղաքը, հայտ է ներկայացնում, այսպես ասած, դառնալ, այսպես ասած, բիզնես մայրաքաղաքը, որովհետև այնտեղ արդեն լուրջ մակարդակի շինարարություններ են ընթանում, միջազգային բրենդեր են աշխատում շինարարական ոլորտում, եւ եթե սկզբնական փուլում այդ բանը հիմնական դերակատարումը թուրքական կապիտալներ, ապա հետագայում վրացիները հասկանալով, որ կա լրջագույն վտանգ Թուրքիայի այսպես բանը էքսպանսիոնիստական էլեմենտներից տնտեսական իմաստով, իրենք վերապրոֆիլարեցին այդ կապիտալները եւ այսօրվա դրությամբ առյուծի բաժինը ներդրումների չինական բնույթ ունի։ Չինաստանը հսկայական ներդրումներ է արել Աջարայում եւ մասնավորապես Բաթումի քաղաքում եւ նպատակ են դրել Բաթումի քաղաքը ընդլայնել մինչեւ Գոնյո քաղաք, դա հսկայական ծրագիր է, որ դառնա դա մոտավորապես 300-400 հազար բնակչություն ունեցող քաղաք կդառնա, բավականին լուրջ։ Եվ իրենք հայտ են ներկայացնում, իրենց ուզում են համատեն Էմիրատների հետ են փորձում մրցել, հա, այսպես։ Իրենք ունեն ծրագիր, մեծ մասշտաբային ծրագիր։ Հիմա Կարենը ասում էր, գիտեք ինչ, ճիշտ ասած, ես ինքս իմ կյանքում չեմ սովոր չեմ մարդկանց խաբել։
Դրա համար քաղաքականության մեջ մի քիչ չեմ կարող լավ խոսամ, ճարտար լեզու չունեմ, որ ուրիշները խոսում են։ Հիմա 14 միլիոն Ու Հայաստանում քաղաքականությունը իրականում նմանվել է Նիկոլի զգալուց հետո խափելու ունակություն ունենալու ինչքանով կարես խափես։ Թի մեկ մասնագիտությունը պետք է լինի։ Հիմա 14 միլիոն դոլարով եթե հիմա նայենք նախընտրական բոլոր խոստումները, մինչև 140 միլիոն դոլարի խոստումներ կան։ Եթե մենք նայում ենք, հատկապես իշխանությունը որ վերցնում ենք, իշխանության տեխնացուն, որ բնակարանը մտնում է, այնպեսի խոստումներ է տալիս, որ միանգամից տեղում ինչ-որ ընտրակաշարքից շատ չի տարբերվում, եթե մենք լուրջ դիտարկենք այդ մարդու քայլերը, հա։ Հիմա կարեն ասած ինչպես անենք, որ մենք համ զարգացում ապահովենք, համ չխափենք մարդկանց։ Մենք բավականին երկար քննարկեցինք եւ նաեւ մեր կապերը դրսի էլի քննարկեցինք, անկեղծ ասեմ, օգտագործեցինք այն գործոնը, որ այնտեղ կա նաեւ 102 բազա, որովհետեւ դա սիմվոլիկ ֆունկցիա է կատարում նաեւ մեր հարևան մեծ երկրի հետ համատկաբաց եւ նրանք ասեցին, որ մենք ունենք լուրջ շահագրգռվածություն զարգացնելու, հատկապես ձեր քաղաքն էլ կարա զարգանա, որտեվ իրենց մոտ sense մի ձևակերպում կա, որտեղ կա ռուսական բազա, պետք է մենք այնտեղ այնպիսի պայմաններ ստեղծենք, որտեղի ժողովուրդ ավելի լավ ապրի, քան մյուս տեղերը, որպեսզի մյուս ժողովուրդն էլ տեսնի, որ այդպես է, դրական վերաբերմունք ունենա Ռուսաստանի Ես գիտեմ, որ ռուս գործարարներ կան, որոնք հետաքրքրված են այս ծրագրով, այդպես է։ Հիմա տեսեք, այո, իհարկե մենք նախնական քննարկել ենք այդ թեման, դրանից ես չեմ ուզում շատ փակագծեր բացեմ, եւ նախնականից այն մարդիկ, որոնք հստակ պատրաստ են, մարդիկ էլ կան, որ ասում են, որ եթե ապա տարբերակով կդնենք, դա ես չենք հաշվում, մոտավորապես 500 միլիոն դոլարի ներդրումներ կարող են գան առաջի փուլում, sense ձևակերպել, առաջի փուլում, որտեղ մենք նախատեսում ենք, որ ազատատեսական գոտին պետք է գործի մինչև 25 տարվա մեջ, 25 տարվա ընթացքում։ Այդ ծրագիրը ամբողջովին մշակեց Անդրանիկ Թևանյանը, դուք գիտեք, որ ինքը տնտեսագետ է, նաև այդ բնականաբար Կարեն Սիմոնյանի խնդրանքով եւ հորդորով այդ ամեն ինչը կազմվեց, եւ բացի դա մենք այսպես ասած եկանք ներզրակացության, որ Գյումրի քաղաքը բացի այն բանից, որ Գյումրիի կողքը պետք է ազատատեսական գոտի հիմնվի, նաև բուն Գյումրիի քաղաքում պետք է ունենա ազատ քաղաքի կարգավիճակ, որտեղ Գյումրիում բոլոր բիզնեսները, որ գործում են, իրենց հարկերը պետք է 50%-ով ավելի էժան քիչ լինեն, որպեսզի դրսից էլ մարդիկ շահագրգռված լինեն գան Գյումրիում զարգանան, բայց պայման կա Գյումրիում գրանցել, գործել Երևանում չի լինելու։ Ինքը ֆիրման պետք է լինի Գյումրիում գրանցվի եւ Գյումրիում էլ գործի։ Համասային չէ, ընդհանրապես ինքը չի կարող ասենք այլ տեղերում գործի։ Դա վերաբերում է միայն այն մասին, որը Գյումրիում է աշխատել։ Իսկ նպատակավորն է, որ մենք կարողանանք մարդիկ արտադրում են ինչ-որ բան Գյումրիում, դա դրսում չեն կարող։ Չէ, կարող են արտադրել, բնականաբար հասկանալի է։ Դրա եթե դու արտադրում ես արտանես, ընդհանրապես ազատատեսական գոտու այդ մասում կարող ես դնես քո ընկերությունը եւ ընդհանրապես ազատես։ Ես մի օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք ինչ մի հուշելու բան եմ ուզում նշեմ։ Տեսեք, Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից այս պայծրությամբ մոտավորապես 6-ից 7 միլիարդ դոլարի ոսկի։ Եվ դա ռեէքսպորտով ուղարկում է դեպի Չինաստան, Հոնկոնգ եւ Էմիրատներ։ Բայց դա դուք հասկանում եք ուկրաինական պատերազմի արդյունքում է այսպես իրավիճակ։ Հիմա արդեն թուլացել է բավական։ Սա թուլան չէ, ու հələ դեռ չի ավարտվել, բայց վաղը մյուս օրը կարող է ավարտվել։ Այդ պատերազմը ավարտվեց, մենք այդ ոլորտը կարող ենք կորցնենք։ Հիմա նույն ռուսները մեզ խորհուրդ են տալիս, ասում են, որոշում կայացրեք, եթե դուք ստեղ այսպես ասած կարողանաք հիմնեք, որպեսզի ծուլակտորներ, ոսկե սլիտակներ, բաները պատրաստելու ամբողջ գործարանը հիմնեք, պայմաններ ստեղծեք, մենք ստեղ այդ ամենը կարանք անենք, մենք հումք կարանք ուղղակի, ոչ թե պատրաստի սլիտակներ կարանք բերենք, այլ հումք կարանք ձեզ տանք, դուք էլ ունեք ոսկի փարկաշը Հայաստանը, չէ, Հայաստանը ոսկու հանքերով հարուստ է, նույն դեք որ ամբողջ սալներ որ բացվի, դա ինչ եմ ուզում ասեմ, այսինքն Հայաստանը բոլոր պայմանները ունի լուրջ մակարդակի ոսկու էքսպորտի համար եւ իրենք ասում են, որ սկզբնական փուլում մենք բնականաբար մեծ հումքով կապահովենք, դուք հետո համակարգը որ սկսի աշխատել, դուք էլ այդ բնական հումք ունեք, այդ հիմքը կդնեք ու Հայաստանը լրջագույն էքսպորտային հնարավորություն կարող ունենա եւ դա մենք տեսնում ենք եւ մենք ուզում ենք դա կյանքի կոչենք եւ դա շատ եթե մենք դա կյանքի կոչենք, ապա ոչ միայն Գյումրին, այլ Հայաստանը ֆանտաստիկ մակարդակի կշահի։ Պարոն Բոզյան, առանձին խոսենք դրա մասին, ես կուզեմ ամփոփենք առաջին տեխնոլոգիա, ինչպես են գյումրեցիները մոտենում ձեր գնահատմամբ Կարեն Սիմոնյանի առաջարկը։ Տեսեք, Կարեն Սիմոնյանը ըստ էության ծրագիրը ինքը ստորագրավակ է հավաքել, տեսեք ինչ է ստորագրավակ հավաքել։ Այդ ազատտնտեսական գոտու գաղափարը բնականաբար լիազորությունները դա կարող իրականացնել միայն կենտրոնական իշխանությունը, համայնքի մակարդակով դա հնարավոր չի անել, բայց առաջի անցած 30 տարվա մեջ
Միշտ Երևանում է որոշում կայացվել այն Գյումրին ինչ կանեն։ Գյումրի տեսակետը ընդհանրապես չի լսվել։ Գյումրին կատարողի ֆունկցիա է կատարվել։ Առաջին անգամ մենք գաղափար է ուզում փորձում ներդնել, որ Գյումրին պահանջելու է, որ այդպիսի բան լինի։ Պահանջելու է, այսինքն Գյումրին ինչպես պահանջի, Գյումրի ավականին կարող է հայտարարությամբ, որոշումով պահանջի, որ մենք ուզում ենք, որ մեզ տակ ազատ տնտեսական գոտի։ Այսինքն նման բան երբևիցե չի եղել 30 տարվա մեջ։ Պահանջը արդեն առաջի քայլն է։ Եթե այսօրվա իշխանությունը մերժի, բնականաբար այս իշխանությունը հավերժ չի, առավել եւս 26 թվականից դա չի լինելու 99%-ով այսպես ձևակերպենք, հա, ապա հաջորդ իշխանությունը որ գա, հաջորդ իշխանությունը արդեն ստիպված կլինի բարել, որովհետև բոլոր փաստարկները այնքան տրամաբանական են, որ չուզենաս իր կյանքի կոչից, դա պետք է լինի թշնամի որ Շատ լավ, ճշգրտում, պարոն Ռոզան։ Այդ 500 միլիոն դոլար, որ դուք ասում եք, դա կգա 25 տարվա մեջ։ Ոչ, 25 տարվա մեջ մենք այդ 500 միլիոն դոլարը մենք ասում ենք սկզբնական փուլի ներդրումների, որ Նախ նախապես ժամանակ է սկզբնական։ ես sense ձևակերպեմ, ես չեմ ուզում կոնկրետ ժամ ասեմ, բայց մոտարապես այդպիսի փուլի տրամաբանություն կա։ Ես մուլտիպլիկացիոն էֆեկտը չեմ հաշվի առնում։ Մուլտիպլիկացիոն էֆեկտը, որ մենք դնենք, օրինակ եմ ասում Չինաստանի փորձը, այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ մուլտիպլիկացիոն բանը էֆեկտը 2, 3, 4 անգամ ավելի շատ է լինում, քան Լավ, դուք խոսեցիք մի մտահոգության մասին, որի մասին նաև որը ոնց որ քննարկման առիթ կա հաջորդ տեխնացուի մասով։ Վարդան Ղուկասյանը, որը ակնհայտորեն ընդդիմադիր է։ Ես մտավարտեմ Կարեն Սիմոնյանի միակ բացասական բանը այն է, որ ինքը քիչ ճանաչված է։ Այսինքն իր չճանաչվածության խնդիրն է, որ մենք հիմա փորձում ենք ճանաչվածության խնդիր տանք, այսինքն մարդկանց մոտ մենք ուրեմն բոլոր այդ բանը ստորագրավակ հավաքելու ժամանակ իդեպ ասեմ ստորագրավակ անհրաժեշտ էր որ հավաքվեր բանը 1100 ստորագրություն, որտեղ մոտավորապես 110,000 մարդի կամ 112,000 մարդ է, որ իրավունք ունի մասնակցելու ընտրության։ Այսինքն հավաքել է 7700, այսինքն փաստացի ընդ որում պրակտիկան ցույց է տվել, որ 95%-ը դրական են վերաբերվել, պարզապես մի մասը թերահավատ է, որ հնարավոր թե հնարավոր չէ դա կյանքի կոչել։ Մյուս մասը մտածում է, որ միգուցե հնարավոր է, այսինքն դրականը 95%-անոց դրական 7700 թիվը, եթե նայում ենք ընտրությունների մասնակցության նախորդ թվերը, դա ընտրությունների մասնակցող ընտրողների 20%-ից ավելի մասին։ Ես ուրիշ բան ասեմ ձեզ։ Եթե մենք Կարեն Սիմոնյանի թիմը ցանկանար, կարող էր հավաքել ավելի շատ։ Այսինքն տպավորությունը այնպես է, իրենք են ասում ամեն դեպս, որ ժամանակի ընթացքում պարզապես, քանի որ իմաստ չուներ շատ հավաքելու, դե 1100-ը հերիք էր։ Պարզապես մարդիկ այնքան էին ոգևորվել եւ այնքան դրական էր ընկալումը, որ այդ 7700-ը այդպես սպոնտան է ստացվել։ Նախատեսում ենք, որ 3-4000 հավաքվեր, արդեն հերիք էր։ Բայց հիմա մի հատ խնդիրը հետեւյալն է, այսինքն խնդրեմը մարդկանց մոտ թերահավատության խնդիրն է, որտեղ Կարեն Սիմոնյանը ճանաչված այդքան չի եղել եւ ճանաչվածության խնդիր ունենք, եթե ինքը ճանաչվի, մարդիկ վստահեն, ես համոզված եմ, որ այս ծրագիրը Գյումրիի փրկության ծրագիրը կլինի, որտեղ ես պարզ եմ ասում, անկախ ամենից դա լինի Մայր Հայաստանի ներկայացուցիչ, լինի թե Պողոս թիմի ներկայացուցիչ կլինի, Գյումրին 14 միլիոն դոլարով ոչ մի խնդիր չես կազմում։ Եվ երկրորդ այսօր որևէ մեկը այդպես առաջարկով չի գալիս։ Ոչ մեկ, միակ առաջարկը, որ Գյումրի իրական զարգացման համար կա, դա Մայր Հայաստանի առաջարկն է, որտեղ մենք լուրջ ենք մոտեցել այս խնդրին, մենք շատ լուրջ մենք գիտեք ինչ է, մի հատ խնդիր կա, մենք 7 տարի մարդկանց խաբել են։ Ասեմ ձեզ, որ ցավոք սրտի մենակ 7 տարի չեն խաբել, նախորդել են, ինչ մեկ ասում ենք նոր ատոմական կառուցենք եւ Հայաստան, Իրան երկաթգիծ կսարքենք, այդ ժամանակ այսքան մարդիկ այդ խաբեությունը շատ են լսել։ Եվ այդ խաբեությունը ցավոք սրտի մարդկանց հիասթափեց։ Հայաստան Իրան երկաթգիծ իրականում պայմանավորվածություններ կան եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը ջրեց։ Այսինքն չեմ ուզում ասեմ, որ իրական ծրագիր հարավ ճանապարհ պիսարքեն երկաթգիծ ատոմական մեր ժամանակը անսպարտ հասարակությունը տեխնատուներին հասցնենք։ Այդ եմ ուզում ասեմ, որ սա միակ քաղաքական ուժն է, որը կոնկրետ ծրագրով է հանդես գալիս։ Անդորում էս սա միակ քաղաքական ուժն է, որ հանդես է գալիս ոչ միայն տեղական մակարդակի Գյումրիի զարգացման ծրագրով, նաև քաղաքական ուժ է, որը քաղաքական ծրագիր ունի Հայաստանով մեկ եւ իր այդ քաղաքական ծրագրերը շատ հասկանալի է եւ ըստ էության մենք Գյումրին նայում ենք դրայվերներից մեկը զարգացման իմաստով, մյուս դրայվերներից մեկը պետք է լինի ասենք օրինակ իմ ասում բան Մեղրին եւ այլպես եւ այդ իմաստով կարծում եմ որ գյումրեցիները պետք է գնահատեն, որովհետեւ գյումրեցիների մոտ տարածված է ընկեր բարեկամ ծանոթ քվեարկության խնդիրը, ես կարծում եմ որ ընկեր բարեկամ ծանոթ քվեարկության ժամանակ մարդը կորցնում է
հետեւյալ բան առանցքը եւ մարդը իր երեխայի ապագա 34 տարի այդպես քվեարկել են ու այս վիճակում են։ Մարդը եթե ուզում է իր երեխան ունենա ապագա, ինքը պետք է հրաժարվի այդ ընկեր բարեկամ ծանոթ հարևանի գա, ինքը պետք է իսկապես մարդկային մտածողություն, եթե ինքը մի անգամ փորձի, ռիսկ անի, որպես քաղաքացի քվեարկել, ինքը կունենա ապագա իր երեխան Շատ լավ, պարոն Բոզան, մեր եթերաժամանակը անսպար չի, բայց ես կուզեմ մյուս տեխնատուների մասնակցել։ Հիմա Վարդան Ղուկասյանը, ես իրեն իհարկե ընդունում եմ որպես ընդդիմադիր, նախկին քաղաքապետի մասնակից, բայց դուք ձեր խոսքում մի բան ասացիք, որը Վարդան Ղուկասյանի դեպքում կարծում արժի դիտարկել, հա, այս առումով։ Նախ ինքը ներկայացնում է կոմունիստական կուսակցությունը, հաստատ կոմունիստ չի, պարոն Ղուկասյան։ Սա նշանակում է, այսինքն ընտրության մասնակցող կուսակցությունը շիրմա է, այդ գործիք է օգտագործում եւ դա ապագայի պլաններ չունի։ Եվ երկրորդը, ինչը դուք արդարացիորեն նկատեցիք, ոչ թե պարոն Ղուկասյանի մասով, այլ ընդհանրապես, որ ծրագրեր են ներկայացնում մի քանի տասնյակ միլիոն դոլարի, լինելով զուտ համայնքի ներկայացուցիչներ։ Բոլորին է վերաբերվում։ Հիմա պարոն Ղուկասյանը ասում է, որ ես կգամ այս շենքերը կկառուցեմ։ 14 միլիոն դոլարով այդ շենքերը հնարավոր չի կառուցել։ Նիկոլին չփոխելով էլ հնարավոր չի ճիշտ դոտացիաներ ստանալ։ Ակնհայտ է, որ դա չի լինելու։ Այս առումով ինչպես է գնահատում։ Տեսեք, ես Վարդան Ղուկասյանին գնահատում եմ մինուս պլյուս ասեմ, հա, որտեվ քանի որ ինքը արդեն մարդիկ տեսել են թե ոնց է կարող, ինքը մինուսի պլյուս ունի։ Ներողություն, մի բան ասեմ, եւ ես մի դիտարկում եմ ուզում անել, այն շենքերը, որ իր կառավարման օրոք կառուցվել են, դա չէր կարող կառուցվել միայն Վարդան Ղուկասյանի, դա կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության շնորհիվ։ Հիմա ես կարծում եմ մի տեսակ արդարել չի։ Այն ինչ որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք արվել է, ներկայացնել զուտ քաղաքապետի ոնց որ շնորհ։ Բայց ես մի բան ասեմ, իհարկե գործ արվել է։ Բայց անկախ ամենից, քանի որ գործ արվել, այսինքն աղետի գոտին հիմնականում որ վերածվել է, դա նաև Վարդան Ղուկասյանի շնորհիվ է եղել եւ իսկապես առանց Ռոբերտ Քոչարյանի կառավարման դա հնարավոր չէր, որտեղ այդ ֆինանսները, ներդրումները ստանում էր Երևանից, մարդն էլ բանը կյանքի է կոչել։ Իհարկե բավականին դժգոհություններ կան, իհարկե չարաշահումներ կային շատ։ Մարդը ինչ որ դրական բան արել եւ բացասական բան ունի։ Ես կարծում եմ, որ պետք է գնահատել իր դրականը եւ պետք է ամեն ինչ անել, որ այդ բացասականից ձերբազատվել։ Այսինքն մենք պետք է արձանագրենք, որ Գյումրիում կա, այսպես ասած, նոր մարդ, որը առաջարկում է շատ հետաքրքիր հեռանկարային զարգացում, մարդ, որը ժամանակին դրական բաներ է, պետք է գնահատել այդ մարդու դրականը եւ պետք է ամեն ինչ անել իր բացասականից մաքսիմալ հրաժարվել, պետք չէ այդ մարդուն դեմոնիզացնել եւ պետք չէ այդ մարդուն հերոսացնել։ Այսինքն այդ մարդը իր արժանի պլյուս մինուսով դրական եւ բացասական գործերով իր տեղն ու դերը ունի եւ ես կարծում եմ, որ Գյումրիի ապագա կառավարման մեջ էլ իր զգալի տեղը պետք է ունենա։ Ես տենց եմ կարծում ամենայն դեպս։ Ես չեմ վիճում ձեզ այդտեղ համաձայն, ուղղակի ես կուզեմ, որ գյումրեցիները հասկանան, որ միայն քաղաքապետի փոփոխությամբ հնարավոր չի տեսնել շինարարական բում, չգիտեմ ծրագրեր, որովհետև այստեղ իրականում այո, պարոն Ղուկասյանը իր քաղաքապետության օրոք արել է գործ, բայց դա եղել է կենտրոնական իշխանության աջակցությամբ։ Գյումրին այդ տարին ծախսվել է 250 միլիոն դոլար այդ շինարարության վրա։ Շինարարությունը այդ տարիներից հիմա 4-5 անգամ ավելի թանկ է, այսինքն խոսք նման շինարարություն անելու համար 1 միլիարդ դոլարի չափ փող կա պետք է։ Եվ առանց ունենալով Նիկոլ Փաշինյան հնարավոր չի Գյումրու քաղաքապետ լինելով ինչ որ արդյունք։ Դրա համար ենք մենք նաև ասում, որ մենք Գյումրու ընտրությունները համարում ենք համապետական իշխանություններին փոխելու քայլերից մեկը։ Մի բան էլ ասեմ, տեսեք, ուրեմն այսօր կապությամբ Հայաստանի հնան կազմում է մոտավորապես 28 միլիարդ դոլար, 28 միլիարդ դոլար, հիշենք։ Իդեպ այն ժամանակ այդ բանը կառուցման ժամանակ ամենաբարձր թիվը որ կար արդեն Քոչարյանի ժամանակ էր 12 միլիարդ էր։ Այսինքն տեսեք այն ժամանակվա ներդրումը Երևանի կողմից ինչքան էր, Գյումրին ինչքան էր ուշադրություն դարձում։ Այսօր ինչքան է ուշադրություն դարձում։ Սա վերաբերմունք է եւ գյումրեցիները պետք է գնահատեն այն մարդիկ, որոնք ասում են մենք գնանք ԿՊ-ին քվեարկենք, որտեղ ինքը այսօր այսքան ինձ օգնություն է տալիս, կներեք դա անբարոյականություն է։ Դա սեփական երեխաների ապագայի վրա խաչ քաշել է, որտեվ ակնհայտ է, որ այս իշխանությունը փաստորեն խափեփայ իշխանություն է, այս իշխանությունը փաստորեն ինքը Գյումրիի մասին հիշում է մենակ այն ժամանակ, երբ որ այսպես ասած պետք է գա ընտրության ժամանակը, հիմա այն հիշե որ կա շների խնդիր, հիմա այն հիշե որ կա լուսավորություն։ Մենք էլ իշխանության տեխնատուն գանք, բայց այստեղ գյումրեցիներին դիմելով ես պետք է ասեմ, սիրելի գյումրեցիներ, դուք արժանի եք արժանապատիվ կյանքով ապրելուն, դուք պիտի ոչ թե ունենաք իշխանություն, որը ձեզ, մեզ այսպես
օգնություն տա, այս 1000 դրամը կվերցնես, ասի, ոչ, մենք պետք է ունենանք արժանապատիվ աշխատելու Որից հնարավորություն։ կարևոր Ինչ բան առաջարկում է այս դեպքում Մայր Հայաստանը, որտեղ ունենալ ազատ տնտեսական գոտու կարգավիճակ, ազատ քաղաքի կարգավիճակ, դուք հնարավորություն կունենաք հանգիստ ձեր աշխատավարձով ապրելու ձեր հարազատ քաղաքում, ավելին ասեմ, վստահ եմ դուք անգամ կկարողանաք մարդկանց օգնել, այս գարեջրի փող չունեցող իշխանությունները, որ զրկվեն իշխանությունից, վերադառնալու են, չէ՞, պարտքի դեպքում։ Ասենք տենակ Վահագն Ալեքսանյանին, Էմա Պալյանին այդ գյումրեցի կնոջը իր գազելի վարորդ ամուսնուն, իր եղբորը, որը չգիտես որտեղից գրենական պիտույքների խանութ, դու կարող եք գարեջրի փող տալ, ասել, դե լավ, գոնե այսօր գարեջուր խմեք։ Մայլու բնակչի մակարդակից մարդ պետք դուրս գա, մարդը պետք է հասկանա, մանավանդ ինքը ավանդապաշտ ժողովուրդ է Գյումրեցին, ինքը պետք է հասկանա, որ իր երեխան պետք է ունենա ապագա, եթե ուզում է, որ իր երեխան ունենա ապագա, այլ մի քանի կտորի համար ինքը այսօրվա գնա այսօրվա գործող իշխանության բանանի, ինքը վաճառելու է իր երեխայի ապագա, սա այսպես ձև է, եթե դու ուզում ես Գյումրին դառնա քաղաք, քաղաքակիթ քաղաք, ինքը պետք է մայլու մտածողությունից վերածվի դառնի քաղաքի մտածողության։ Պարոն Բոզյան, գալով իշխանության տեխնատուն, ես չեմ ուզում մենք քննարկենք իշխանական տեխնատուն, եթե մենք մյուս տեխնատուներին քննարկում ենք լավ վատ կողմերը, իշխանական տեխնատուն ուղղակի պիտի մերժել, այսինքն չկա պատճառ, որ մենք քննարկենք լավ կողմ, վատ կողմ, այս մարդիկ այդ իրանց սարիկով քաղաքացիական պայմանագրով պիտի մերժվեն եւ պիտի մերժվեն ներողություն պարոն Բոզյան, պիտի մերժվեն իրենց բերած բարքերի համար, իրենց այդ կառավարման որակի համար, իրենց բերած աղետի համար, հա, երբ որ այդ մարդիկ ասում են ձեզ, այս խոսում եմ որպես լրագրող, որը նաեւ տեղեկատվություն է տիրապետում, մարդիկ խոսում են իբրև նախկինների դեմ, հա, մենք Մայր Հայաստանը, որ որևէ կապ չունի նախկինների հետ, որևէ կերպ մասնակից չի եղել նախկինների օրոք արված ապօրինություններին, ասում են Մայր Հայաստանին չպետք է քվեարկել, ընտրեք մեր Սարիկին, ձեր Սարիկը Միքայել Մինասյանի ընկեր Արման Սահակյանի հովանավորյալն է, իր աջակցությունն է վայելում, բա գնացեք ասեք հարգելի քաղաքացիական պայմանագիր կամ ոչ այդքան հարգելի, մերժելի քաղաքացիական պայմանագիր։ Բա դուք նախկինների հետ որ այդքան վատ եք, նախկինների օրոք կապիտալ կուտակած Արման Սահակյանը, ինչի՞ է ձեր Սարիկին օգնում։ Միքայել Մինասյանին կերս, չէ, ներողություն, սա շատ կարևոր է, որտեղ մանիպուլացնել, բերել իրանց Սարիկին, բան անել, կարծում եմ ընդհանրապես չարժի քննարկել իշխանության։ Ես մի բան ասեմ ձեզ, գիտեք, անկախ նրանից ով է իրանց տեխնատուն, ես իրան չեմ էլ ճանաչում անկեղծ ասեմ, դա համար չեմ ուզում որևէ բան ասեմ։ Եթե մարդը համաձայնվել է դառնալ ԿՊ-ի տեխնատուն, պետք է խաչ քաշել այդ մարդու վրա, ընդհանրապես։ Անցանք։ Ինքը պետք է ուղղակի նույնիսկ եմ ասում, այս իշխանությունը Ղարաբաղը հանձնել։ Այս իշխանությունը 5000 երեխա գերեզման է տարել։ Այս իշխանությունը Հայաստանի անվտանգության խթիր է դրել։ Այս իշխանությունը կազմաքանդել է Հայաստանի ամբողջ անվտանգային համակարգերը։ Այս իշխանությունը ըստ էության սոցիալական անմարդկային տերորի է ենթարկում փոքր միջին բիզնեսին, հասարակ քաղաքացուն, եւ այդ գանից հետո կներես մարդ պետքա կենթանի լինի, անբարոյական կենթանի լինի, որ այդ ամիջը թողնի, ինքը գնա իր անձնական շահի լինի եւ ինչ որ ձևով իրան արդարացնի։ Ես այդ մարդկանց համար այդ մարդիկ դուք վնաս եք տալիս ձեր երեխաներին, դուք վնաս եք տալիս ձեր այն համակարգացիներին, որոնք իբր թե բանը եւ իբր թե հայտարարում եք, որ դուք ուզում եք լավ Գյումրի տեսնեք։ Չի կարող տես բան պատահել։ Անցանք պարոն Բոզյան, այս քաղաքապետի իշխանական տեխնատուին, ընդ որում այս մարդը ժամանակավոր պաշտոնակատար է դարձել ապօրինությամբ։ Ապօրինությամբ եկած է օրինականություն չի բերել։ Ես դա էլ եմ մի կողմ թողնում։ Ես նույնպես եմ կրկնում։ Պարզ մի բան ասեմ, օրինական, ոչ օրինական, հարցը դրա մեջ չի։ Այս իշխանությունը պետք է մերժվի։ Այս իշխանությունը նույնիսկ Միացյալ Նահանգներում են արդեն մերժել իրանց իշխանությանը, հարգելի քաղաքացիներ։ Էլ ուր մնաց, էլ ինչքան կներեք դուս խոսը էշիդ են ասում։ Կարելի ամոթ չի վերջո, մենք սենց այսքան այս աստիճանի արժանապատվություն պետք է ունենք, տարական այդ արժանապատվություն չունենք։ Դուք ինչ իրավունք լավ ապրել։ Ինչ իրավունք մարդիկ ասեն։ Ես վստահ եմ խոսքը։ Ամոթա ԿՊ-ի տեխնատուին ընտրել, ասել որ ինքը ԿՊ-ի հետ կապ չունի։ Այդ մարդը որ տես բան ասում է, կներեք այդ մարդը, եթե տարական կրթություն չունի, բան չունի, ինքը ոնց կարա քաղաքին օգնել, ինքը վնաս է տալու քաղաքին, որ ինքը ասում է թե գիտեք ինչ, ահա ինքը լավ մարդ է, բայց ինքը ԿՊ-ի հետ կապ չունի։ Ինչու եք բարկացել գյումրեցիները 21 թվականին ԿՊ-ին մերժել են։ Իհարկե ընտրել են Բալասանյանին ԿՊ չէր։ Ես գյումրեցիների մեծամասնի մասին չեմ։ Չէ, ես սրա մասին եմ ասում, ուզում եմ ասեմ գյումրեցիները մերժել են այն ժամանակ։ Միանշանակ գյումրեցիները թասիբով արժանապատիվ ժողովուրդ են։ Այդ փոքր թոքնատիվ մասսայի մասին եմ ասում, որոնք
կարողանաք ամանչեն, գետինը մտնեն։ Հələ մի հատ էլ տեսակետներ են հայտնում այդ հարցի շուրջ։ 2000 հոգի բանկ մարդ կունենա որ փող են տալիս, ինչ է։ Նույնիսկ այդ 2000 հոգին պետք է բարոյական։ Ես կարծում Չի կարելի իրանք թույլ իրաց տալ, որ- պատասխանը կստանան։ Չի կարելի թույլ տալ, որ անբարոյականությունը տեղի տրվի եւ Շատ այդ հնարավոր չի։ Անցնենք մյուս տեխնացուներին։ Արտյոմ, եթե ճիշտ եմ հիշում, ներողություն եմ խնդրում, Ղարա Ղազարյան, ես պարոն Սուրենյանցն էլ դեռ մեր եթե կերավիրեմ։ Ես անկեղծ այդ տեխնացուին գիտեմ Սուրեն Սուրենյանցով։ Ես հասկանում եմ Սուրեն Սուրենյանց քաղաքագիտական միտք ունի, այդպես չի որ մեր եթերում եղել հնարավորություն է ունեցել իր տեսակետներն արտահայտելու, գրավիրենք էլի արտահայտի, բայց ինձ համար անհասկանալի է, այսինքն չգիտեմ ինչ են առաջարկում իրենք։ Գուցե ծրագիրը հրապարակեն, այսինքն բացական բան չունեմ ասելու, ճանաչողության խնդիր էլ կա։ Դրական ոչ բացական։ Հետ եմ ասում, ճանաչողության խնդիր էլ կա։ Մնացածը Սուրեն Սուրենյանցը ինքը ծրագիրը կներկայացնի, կխոսենք։ Այո, հիմա տեսեք, Ռուբեն Մխիթարյան, որը համապետական իմաստով մեծ ճանաչում ունի, բայց քաղաքական եւ կառավարման տեսանկյունից ես մի քանի իր հարցազրույցներ լսել եմ խնդրահարույց են, ինչ որը մի դրվագը օրինակ ամենևին պարոն Մխիթարյան կարծում նեղանալու առիթ չի ունենա, բայց անկեղծ ծիծաղել էր տնտեսագիտական տեսանկյունից նայել այդ իր առաջարկը, ասում է գյումրեցիներից մեկը ասում է տղա ջան, բերեք գործարաններ կառուցեք, ասում է ես էլ ասում պապի ջան, գործարաններ չեն կառուցվելու։ Եթե անգամ գործարաններ կառուցվեն, հիմա գործարաններում ռոբոտներ են աշխատում, քաղաքին ոչ մի օգուտ։ Կներեք, սա շատ տնտեսագիտական մտքից հեռու լինելու մասին է խոսում, բայց ես ոնց հասկանում եմ Ռուբեն Մխիթարյանի համար հիմնական թեման Երևանում ինչ որ հարցեր լուծելն է։ Այստեղ խնդիրը նաև որ ինքը որևէ այսինքն կուսակցություն չի ներկայացնում, այդ կուսակցությունը խոսքա չէ քաղաքական դաշտում պրակատով կուսակցություն վերցնենք ընտրությունների մասնակցենք։ Այսինքն ոչ ինքը այդ կուսակցության գաղափարներն ա կրում, ոչ ես կարող եմ ասել ավելին, ինքը նախորդ տարվա դեկտեմբերին ընտրությունների գաղափարներ էր մերժում։ Հիմա բարձր ինչ որ ծրագրեր են փոխել։ Տեսեք, ես ինչ շանսեր եք այստեղ։ Տեսեք, ես ընդհանրապես կարծում եմ այս տեղական ընտրական այդ օրենքը որ կա, ինքը խոցելի օրենք է։ Որտեղ տեսեք, մարդը ստիպված ինքը ուզում է ինքը առաջադրվի որպես տեխնացու, չէ՞։ Բայց քանի որ իրավունք ունի մարդը առաջադրի պետք է քաղաքական ուժի միջոցով, մարդիկ ստիպված ձեր ասած պրակատ են վերցնում ինչ-որ բան, առաջադրվեն։ Ես կարծում եմ, որ այս անբնական վիճակը պետք է փոխել, գալիք, եթե ամբողջական իշխանապետությունից հետո մենք պետք է նոր ընտրական օրենսգիր կընդունենք, այդ տեղական եւ բանոյի մակարդակով, որ մարդը կարողանա ըստ էության մի խումբ քաղաքացիներ ստորագրավակ հավաքեն որոշակի քանակի, իրենք տամանեն ինքը կարողանա մասնակցել ընտրություններին, դա տրամաբանական կլինի։ Մարդը ստիպված պետք է գնա ինչ-որ պրակատով ձեր ասած քաղաքական ուժ, դա արհեստական, ծիծաղելի մակարդակի իրավիճակ է եւ դա գալիս է այս կեղծ համակարգից, որը հիմա մեր մոտ կա եւ որը ցավոք սրտի 7 տարվա ընթացքում այս իշխանությունը մատին չխփեց որ փոխի։ Դրա համար տենց վիճակ կա։ Ինչ վերաբերում է Ռուբեն Մխիթարյանին, ապա ես կարծում եմ, որ իր քաղաքական մասով եւ դրական են վերաբերում, որտեվ մերժել փոխել Նիկոլին, այսպես այս կարգախոսը շատ դրական է, բայց ես մի բան կարող եմ ասել, երբ որ մարդը ունի քաղաքի զարգացման տեսլական, ինքը շանս չունի քաղաքում լուրջ աջակցություն ունենալու համար, եւ բացի այդ նաեւ քաղաքական մակարդակով էլ եթե դու ունես տեսլական, դու պետք է որոշակի ինչ-որ ֆորմալիզացնես, պատկերացում անես, բայց ինքը իր մոտ ես տպավորություն ենք ավելի շուտ շոուի տեսակետը շատ ավելի հաջող, բայց տես մարդիկ էլ են պետք է ես կարծում sense ասեմ։ Ես չեմ, գյումրեցիները պիտի Ես իրան ընդհանրապես դրական եմ վերաբերում։ Գյումրեցիները պիտի որոշեն։ Ես իրան որպես դրական եմ վերաբերում, որպես շոուի, այսպես ասած, էլեմենտ, որտեվ հասարակ մարդկանց վրա նաև երգն էլ ազդում, շոուն էլ ազդում եւ քանի որ հաշվանալու են հանգամանքը, որ ինքը գործում է այն դաշտում, որտեղ որ մարդիկ խոսում են որ պետք է փոխել այս իշխանությունը, ես այդ մարդկանց դրական եմ վերաբերում, անկախ բացական վերաբերվելու հարցը չի, բայց մենք խոսեցինք անկեղծությունից եւ այստեղ Ռուբեն Մխիթարյանի դեպքում ես անկեղծության պակաս եմ զգում, ինչու, որովհետեւ տակը որ նայում ենք ամբողջը հանրապետական հետ կապված մարդիկ են, քարոզչական թիմ, բան, ես չեմ ասում սա լավա թե վատ,
բայց ինքը ասում է ես կապ չունեմ հանրապետական։ Դե հասկանալի է, Սա կարծում գյումրեցիների հետ էլ պիտի անկեղծ լինել, որովհետև տեսեք նույն եթե գալիս են 21 թվականի ընտրություններին ինչ արեց Սամվել Բալասանյանն, ասես ԿՊ-հետ կապ չունեմ, մարդիկ ձայն տվեցին, հետո գնաց կոալիցիա։ Ես չեմ ասում Ռուբեն Մխիթարյանը կգա ներողություն, ես չեմ ասում Ռուբեն Մխիթարյանը կգնա ԿՊ-հետ կոալիցիա կազմի, դա ինձ համար որպես մարդ բացառում եմ։ Իր քաղաքական լավագույն շահից ելելով, ոչ թե որ ինքը տես գաղափարական, այլ մարդու քաղաքական շահը դրդում է չհամագործակցել ԿՊ-ը։ Դա էլ է ողբերգություն, տեսեք ինչի։ Բայց ներողություն մի դրվագել կլսեմ ձեզ, ես լսեցի քաղաքի զարգացման հետ կապված իր ծրագրերը հիմնականում տուրիստական էին։ Եթե որևէ քաղաք ունի արդյունաբերական հենք, տուրիզմով քաղաքը դժվար թե շատ է այդպես զարգանա։ Կարող է մի շարժ ավելանա, ասում եմ, չգիտեմ, փառատոն կկազմակերպվի։ Որպեսզի տուրիզմը զարգանա, դու պետք է ենթակառուցվածքներ ունենա քաղաքը, որ տուրիզմը զարգանա։ Տուրիզմը հենց այնպես չի զարգանա։ Դու պետք է քո գոնե մշակութային քաղաքի բանը զարգանա։ Դրա համար փող է պետք։ Դրա համար փող է պետք է իհարկե։ Իսկ փողի համար պետք է տնտեսություն, տնտեսության ինքն արդյունաբերությունն է։ Բայց նույնիսկ եթե մարդը չի տիրապետում, բանը չի կարելի այդ մարդուն մեղադրել դրա համար։ Չեմ մեղադրում, մենք հիմա Բացի դրանից տեխնացիոն էլ ասենք, հա, եթե օրինակ ես իր անձին դրական եմ վերաբերում, բայց այդ մարդը հիմա եթե ինչ որ կապ է ունեցել նախքին, բան դա էլ մեղադրելու բան չի։ Հիմա այդ մարդը հիմա ես չեմ կարծում որ մեղք ունի այն նախքին իշխանության բոլոր բացական երևույթները։ Ես ինչ եմ ուզում ասեմ, որ ընդհանուր առմամբ եթե օրինակ ինքը ունենար շատ հետաքրքիր լավ ծրագիր, ես օրինակ դրական ավելի համարեի որ, բայց կարող ինքը ծրագիր չունի ցավոք սրտի, այդ ծրագիրը ես չեմ տեսնում։ Ես ամենևին իրեն չեմ մեղադրում, ասած ինչն է։ Իմ համար անհասկանալի է, որովհետև մեկը չի ասում, որ նախորդ իշխանությունների արածների համար ինքը պետք է պատասխան տա։ Բայց հիմա պատկասեք, ասենք Կարեն Սիմոնյանը առաջադրվեր, մենք որպես Մայր Հայաստան իր ամբողջ թիմը լինենք, բայց ասենք դե Մայր Հայաստան չի։ Դա մի քիչ ուղղակի արդար չի, այդքան բան։ Հայաստանյան իրականությունը կայանում է նրա մեջ, որ ցավոք սրտի այդ է իրականությունը։ Այսինքն փաստացի, բայց ես նայում եմ ուրիշ տեսակետից։ Ես այդ ամեն ինչին ճիշտ է, դուք ճիշտ եք ասում, դուք ավելի ֆունդամենտալ մոտեցում ունեք։ Ես ասում եմ Հայաստանը այնքան ծանր վիճակի մեջ է, մենք փորձենք մի քիչ ավելի կոմպրոմիսային մոտենալ մարդկանց։ Ես իրենք մոտեցալ տարբերակ է։ Ես գրեթե համոզված եմ, որ այն ուժերը, ովքեր որ հաստատ չեն գնա կոմպրոմիսի իշխանության, ասենք նույն Մխիթարյանը չի գնա կոմպրոմիսի եւ ես կուզեմ, որ ինքը 4% բարիերը անցնի, որպեսզի մենք իրար հետ միասին նաև Վարդան Ղուկասյանը այդ բան միակ ձևավորենք նորմալ կոալիցիոն իշխանություն, որտեղ համոզված եմ, որ 51% ոչ մեկ չի կարողանա հավաքել։ Դա նշանակում է մեզ պետք է գործընկերներ եւ գործընկերների շարքում ես տեսնում եմ եւ այդ իմաստով պոզիտիվ է։ Եվ կուզեմ, որ իր մոտ դա դրական լինի, ես չեմ տեսնում այդ ծրագիրը, բայց որ լինի, ասենք ինքը 4% ասնի, միանշանակ եթե ինքը կարողանում է անցողիկ շեմ աղթարել, որ դուք ես կարծում եմ հերոսատողները տեսնում են, որ մենք անկեղծ ենք այդ զրույցներում եւ մեր նպատակը Նիկոլ Փաշինյանի խնդիր հարցերը լուծելն է ոնց որ Գյումրու ընտրություններով է թվում դրա համար օրինակ նույն եթե մենք նպատակ ունենայինք որևէ մեկին սևացնում այսինքն կարող Վարդան Ղուկասյանի կառավարման տարիների հետ կապված չէին կարող շատ բաներ հիշել բայց մենք հիմա ասում ենք որ նախ մենք ունենք մեր ծրագիրը Մայր Հայաստանը եթե գյումրեցիները ուզում են ծրագիր, ապա կարող են ընտրել Մայր Հայաստանը, որտեղ միակ ծրագիր ներկայացուցողը Մայր Հայաստանն է։ Եթե գյումրեցիներ ուզում են մերժել Նիկոլ Փաշինյանն, իրենք կարող են ընտրել նաև գլխավորապես Մայր Հայաստանին, նաև այլ ուժերի, որոնք կան։ Հիմա ես գալիս եմ մի ուժի, որը ԿՊ-ի հետ հավասար է, բայց կքննարկենք իրենց։ Եվրաթուրքերը, ինչու կքննարկենք, որովհետև այդ մարդիկ լինելով Նիկոլ Փաշինյանի կցորդները, նրանք Գյումրու ընտրությունները ըստ էության դարձնում նաև աշխարհաքաղաքական երանգ են տալիս։ Ինչի այս մարդիկ Արամ Զավենովնան ներողություն Զավենիչը Facebook-ում այնքան եմ այդպես գրել մնացել է։ Խզմալյանը, որը տիտանական վերլուծություններ ունի աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին, կարծեմ Բաբաջանյանն էլ կար, Խուրշիդյանը, բան, հա։ Այս մարդիկ իրենք արյան բջիջի մակարդակում ատում են ռուսներին, Հայաստանը ռազմավարական դաշնակիցներին, որոնք Գյումրիում ունեն ռազմաբազա։ Այս մարդիկ 2015 թվականին, եթե տարին չեմ շփոթում, հարձակում էին նախապատրաստել Գյումրու ռազմաբազայի վրա, այդ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո։ Այս մարդիկ ասում են Գյումրու, այո, ռուսական ռազմաբազան պիտի դուրս բերվի։ Եվ այս մարդիկ սպասարկելով Նիկոլ Փաշինյանին, նաև Գյումրու ընտրություններում եթե պիտի փորձեն ինչ որ ձայներ հավաքել, իհարկե դա չեմ կարծում նշանակալի լինի, բայց այնուամենայնիվ դա փորձելու են աշխարհաքաղաքական ինչ որ բան process ներկայացնել։ Ինձ համար կատեգորիկ մերժելի է
քաղաքացիական պայմանագիրը եւ այս եվրո-թուրքերը ինչպես ձևակերպում տվեց պարոն Թևանյանը եւ այս եվրո-թուրքերը հատկապես նաև վտանգավոր են նրանով, որ խաղում են իբր ընդդիմադիր, նրանք միանշանակ անցնելու են Նիկոլի կողմը, բայց միևնույն ժամանակ նրանք հակառուսականության օջախ են։ Երևանի օրինակը ցույց տվեց, որ այսպես կոչված եվրոները իրանք անում, իրանք ըստ էության սպասարկում են ԿՊ-ի շահը։ Ինչպես որ Երևանը ցույց տվեց, նույն Արամ Զավենիչի հետ կուսակցությունը ընդդիմադիր հռետորաբանությամբ հանդես եկավ, հավաքեց մարդկանց ընդդիմադիր տրամադրությունների ձայները, հետո գնաց ու միանգամից հանձնեց ԿՊ-ին եւ ԿՊ-ն դրա շնորհիվ այդ թվում նաեւ մի քանի անասնագողության արդյունքում այն հանրային ձայն կոչվող կուսակցությունից 1-2 մարդու էլ գողացան եւ ձևավորեցին իշխանություն։ Նույնը սրանք ուզում են, համենայնպես փորձում են անել, բայց ինչպես ասում են, պապը երկու անգամ փլավ չի ուտում, էլի, որտեղ այն ինչ որ կատարել են Երևանում, գյումրեցիներին մենք տեղեկացնելու ենք, որ հարգելի գյումրեցիներ, որ դուք հասկանաք, որ սա այդ սպեցօպերացիան երկրորդ անգամ փորձում են կրկնել, այդ մարդիկ ինքնաբավ ուժ չեն, այդ մարդիկ սպասարկում են կոնկրետ Նիկոլ Փաշինյանի շահերը, այն մարդիկ, որոնք, ասենց ասեմ ձեզ, ԿՊ-ական պետք է ԿՊ-ին քվեարկեն, հարցը դրա մեջ չի, բայց այս մարդկանց քվեարկելը դա ընդհանրապես անոմալ է։ Նորից եմ կրում, սա ուղղակի անոմալ է։ Այն էլ քվեարկել մի քաղաքում, որտեղ կա ռուսական բազա, ընդ որում նորից եմ կրկնում, դա ոնց որ մարդը լինի ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող մարդ, բայց գնա Շիրինյանի հետ ամուսնան, առը լավ այդքան գեյ կար աշխարհում դիժելի։ Ես ինչ եմ ուզում ասեմ, էլի ընդհանրապես ուրիշ դրություն չկա։ Սրանք եվրոյով են հանդես գալիս, սրանք իրականում եվրո տերմինը վատ տերմին չի ընդհանրապես։ Տեսեք, եվրոպական արժեքներ են խոսում բան, չէ՞։ Ուրեմն այդ եվրոպական արժեքները առաջներտին ոտնահարվում են հենց Եվրոպայում։ Ես որ ցավոք սրտի, տեսեք, Ֆրանսիայի օլիմպիական մրցույթը, որ Եվ դրա մասին մենք չենք ասում, դա JD Vance-ն է ասում, այո։ Տեսեք, առօրինակ ասեմ, Ֆրանսիայում որ օլիմպիադան որ բացվեց, հիշում եք այդ բացման ժամանակ այդ այլասերությունը որ ցույց տվեցին։ Այդ այլասերությունը դատապարտեցին Ֆրանսիայի ծախերը, դատապարտեցին Ֆրանսիայի աչերը, դատապարտվեց Ֆրանսիայի եկեղեցին դատապարտեց, Ֆրանսիայի ցենտրիստները դատապարտեցին։ Փաստորեն դա փաստացի բացառապես նախագահ Մակրոնի եւ մի քանի լպրծուն ռեժիսորների պրոդուկտն է եղել, որոնք կապ չունի բանը Ֆրանսիայի հետ։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանը այսօր Հայաստանի հետ շատ կապ չունի, այսօր Մակրոնը կապ չունի Եվրոպայի հետ։ Եվ Տրամպի հաղթանակը մեզ բոլորիս պետքա հուշի, որ իսկապես եկել է առողջացման գործընթացը եւ Միացյալ Նահանգները հիմա առողջացման ճանապարհով են գնում եւ վերջապես այդ առողջացման ճանապարհի մեջ բոլոր մակարդակներում տնտեսության մեջ, սոցիալական կյանքում, սեռական կողմնորոշումների հարցում եւ բանը տղա եւ բանը նորմալ աստվածային հարաբերություններ, նորմալ հարաբերություններ։ Դա այդ հիմա սրանք դա բանը ոչ թե եվրոպական արժեքների կողմնակից են, դա հակառուսական, բացառապես հակառուսական մի հատ պրոդուկտ է, որը սպասարկել է դրսի այդ գլոբալիստների շահերը, զուտ մակարդակի մերկանտիլ կոմերցիոն մակարդակով ֆոնդերը սարքել են, որպեսզի պարզապես Ռուսաստանի դրա հայոյելի խնդիր լուծեն։ Այս իրանց հիմա որ տեսնում ես ինչա կատարվում ուկրաինական ուղղությամբ, այդ դրա ուղղությունը հայկական ուղղությունը սա է։ Սա ուրիշ ոչ մի բան չկա։ Եթե մեր քաղաքում կան մարդիկ, որոնք պատրաստ են այդ մանրադրամների համար գնալ ձեն տալ, դա խայտարակություն է։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Լավ, խայտարակություն։ Կանք վերջին տեխնացուին, որը մենք նշել ենք, Մարտուն Գրիգորյան, Դաշինքով է հանդես գալու։ Մարտուն Գրիգորյանը պատիվ ունեմ խմբակցության падգամավոր է։ Դաշինքը կազմված է, ասացի, Երևան Թարվերդյանի ներողություն եմ խնդրում, կուսակցության անունը մոռացել եմ։ Կուսակցության եւ հայրենի կուսակցության Արտուր Վանեցյանի ավրած կուսակցության, այսպես միացման բան միջոցով է առաջացել այդ դաշինքը, մեր համայնք կարծեմ։ Ես ինչպես այս պահի դրությամբ է, եթե նայում եմ, գուցե ծրագիր ներկայացնեն այլ բան կլի, բայց պարոն Գրիգորյանի մասին էլ շատ բան էս բան հնարավոր չի ասել, ու բացի դրանից, որ պատիվ ունեմ падգամավոր է, բացի նրանից, որ նախկինում գուցե ինչ-որ դրսևորումներ ունեցել, նոր առաջարկը դեռևս չեմ լսել։ Տեսեք, իմ մոտ մի հատ մտահոգություն կա նրա մեջ, որ ես այս վերջերս մի հատ հարցազրույց լսեցի իրանից, ինքը sense մի հատ ֆրազա ասում, եկեք չքաղաքականացնենք ընտրությունները։ Երբ որ դա ասում է իշխանության ներկայացուցիչը, ես հասկանում եմ։ Իշխանությունը շահավետ չի քաղաքականացնել ընտրությունները։ Իշխանությունը դե սարքի դա ժեկի պետի ընտրություն, ժեկի պետի պարագայում։ Ոնց որ Երևանում էին ուզում անել։
ժեկի պետը իշխանությունը ունի առավելություն, որտեղ ժեկի պետը աշխատում։ Ասենք մյուսները ժեկի պետ չեն։ Ինքը ժեկի պետ է, ընտրությունների ժամանակ ինչ որ մարդկանց ընտրակաշար կբաժանի, կգնա կընտրվի։ Այն ընդդիմադիրները, քանի որ չունեն այդ լիազորությունները, ինքը ժեկի պետի ֆունկցիա չեն կարող աշխատել։ Այսինքն ընտրությունը դա մարդկանց պատկերացումների մասին, թե իրանք ոնց պետքա լինի իշխանությունը, նոր իշխանությունը ինչպեսին պետքա լինի, դա բնականաբար հանրային պատկերացումների մասին է, դա մաքուր քաղաքական process-ն է։ Ասել չքաղաքականացնել ընտրությունները դա նույնն է ասել չքաղաքականացնել քաղաքականությունը։ Իհարկե, դա բարձ խնդիր է։ Բայց երբ որ մարդը ասում է, եկեք չքաղաքականացնենք այս ընտրությունները, դա այդ նշանակում է կներեք մայլի մակարդակի, մայլի ռայոնի մակարդակի ցածր որակի մտածողություն։ Ես բարձ ասեմ ձեզ, էլի, ես միշտ իմ 30 տարվա այս ուսումնասիրել եմ Տեսանյութային հարցազրույց էր, տեքստը գուցե ինչ-որ Չէ, սխալ է։ հրապարակային ես լսել եմ իրան վիդեո հարցազրույցեր եւ լսել եմ եւ ասեմ ձեզ կապ չունի որ ինքը հայտարարում է որ ինքը ընդդիմադիր է ինքը ԿՊ-ին մերժում է բան բայց այդ մտածողությունը ինձ միշտ հուշել է որ այդ տիպի մտածողության տեր մարդը իր թիմը չի կարող պինդ լինի որտեվ եթե մարդը պետք է չքաղաքականացնի ընտրությունը չէ վաղը մյուսները ավականում իր մարդիկ էլ եթե որոշում են չքաղաքականացնել իրանք հազար մի ձևի կարան Ինձ ուղղակի այստեղ տարակուսանքի առաջացնում այդ դեպքում Վանեցյանի մասնակցությունը, որտեվ Արտուր Վանեցյանի ու հայրենիքի համար սա առաջին ընտրությունն է, որին իրենք պաստորել լռությունից հետո մասնակցել են։ Ես օրինակ չեմ կարծում, որ Արտուր Վանեցյանը նման պրոյեկտի մասնակից լիներ, բայց դա ժամանակը երևի Ես նույնիսկ ես ոչ մի վատ բան Մայր Հայաստանը այդ առումով առաջարկ ուներ, չէ՞, հայտարարություն։ Այո, ես Մայր Հայաստանը առաջարկել է, թող հայտարարի։ Օրինակ տեսեք, Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, ապրելու երկիրի ներկայացուցիչները հայտարարել են դրա մասին։ Հա, իրանք էլ են մասնակցում։ Իրանք էլ են մասնակցում եւ հայտարարել են դրա մասին։ Եվ այսինքն փաստացի ողջունել են։ Իսկն անուղղակիորեն միացել են մեր կոչին, հա։ Վարդան Ղուկասյանը մոտավորապես նույն բանը հայտարարել։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ ով հայտարարել է, ասենք Ռուբեն Մխիթարյանի վրա կասկած չունենք, որտեղ իր հռետորաբանությունը խոսույթը ամեն ինչի մասին խոսում է։ Չէ, քաղաքական շահը չի թույլ տալիս։ Ես իր Այսինքն քաղաքական պատկերացումների վրա վստահ չեմ, բայց իր քաղաքական շահը, այսինքն ապագայի պլանները թույլ չի տալի։ Եթե գնա մի Գյումրիով ավարտվի ինքը, ում էր պետք է սա։ Ես դրա համար եմ ասում, ես ում ասեմ, որ դա շատ կարևոր է, որ ես միգուցե արժի որ մի հատ այնց հնչյուն բան լինի, որ մարդիկ, այսպես ասած, ավելի զգոն լինեն, որտեղ մեծ հաշվով նույնպես եմ կրկնում, Գյումրիում դա ժեկի պետի ընտրություն չի։ Դա նախ քաղաքի զարգացման ընտրությունն է, Գյումրիի ընտրությունն է, որտեղ Գյումրին կներեք դա մայլա չի, Գյումրին դա գեղ չի, Գյումրին դա քաղաք է, որը տրավմա է ստացել 88 թվականին։ Տրավմայից աղետի գոտից վերականգնվել է դառել քաղաք, բայց զարգացման քաղաք չի։ Ինքը կիսամեռած քաղաք է։ Ինքը չունի զարգացման դրայվերներ, որ զարգանա։ Եվ այդ պարագայում ասել, որ այդ չի քաղաքականացնել մայլու մակարդակի ինչ-որ բաներ խոսալ, անվերում ասենք, չգիտեմ ոնց էլի, դա կներեք դա լուրջ։ Դա հիմա գյուղապետի ընտրությունն է։ Այդպես որ լինի, ասենք, հա, այսինքն նշանակում է ընկեր բարեկամական վրա, բանի վրա, դա կներեք այդպես ընկեր բարեկամական, հարևան, ծանոթ բան, դա աֆրիկյան ցեղերում են, այս ցեղից ես, դու այն ցեղից ես։ Այդ աֆրիկյան ցեղերում ա գնում այդ ընտրություններ։ Մենք այդ ցեղի նման ժողովուրդ ենք։ Դա վիրավորական է, ընդհանրապես այդպես բան այդ մոտեցում ունենալ։ Դրանից ընդ որում այդ ցեղային մոտեցումից անգամ կարողացել են մեծ մասամբ ազատվել Իրաքի քրդերը, որտեղ Բարզանի ցեղի տարածքում լրիվ ուրիշ կուսակցություն բավական 30-40% ձայն հավաքեց, այսինքն սա պետք է մեզ դուրս պիտի լինի այդ միանշանակ ինչի մասն է խոսքը, այդ ամոթել է այդ նույնիսկ եմ ասում այդ ցեղային մտածողությունը դեռ իմ կարծիքով մենակ Աֆրիկայում է մնացել, միայն եւ միայն Աֆրիկայում, ուրիշ տեղ չի մնացել, ուրիշ տարածաշրջան կոնտինենտ որ կա աշխարհով մեկ, ես չգիտեմ, Լատինական Ամերիկան վերցնենք, Միջին Արևելքը վերցնենք, Հարավային Ասիան վերցնենք, Եվրազիան վերցնենք, Եվրոպան վերցնենք, ցեղային ընկեր բարեկամ ծանոթը, այդ ինչ է, հա, հասկանալի է, ինչ որ մի փոքր 10-20 հոգու մեջ կարա դա լինի, բայց երբ որ դու քարոզչության հիմնական դնում ես մայլում ես, մայլանեմ, Կարեն Սիմոնյանը շատ լավ ասեց, վաղը մյուսը որ չգիտեմ, վտանգ առաջանա, ես պետք է ասեմ բանը Թուրքի մայլան իմը չի կամ այս բանը իմը չի որ բան շատ լավ ձևակերպում Պարոն Ոզան ես ասում եմ այդ անունը շուտ մի ասեք Նիկոլը գիտի որ Գյումրիում կա Թուրքի մայլան կգնա հա ես ինչ եմ ուզում ասել որ այդ մտայնուց այդ մտածողությունն է քանդել մեր կյանքը մեր տունը եւ ընդորում մոտեցումը թափես պիտի այսպես բոլորս են գյումրեցի բոլորս են երևանցի բոլորս են արտաշատցի չգիտեմ արարատցի դիլիջանցի մենք Հայաստանը կարանք տենց վերականգնենք
Մենք բոլորս պետք է դառնանք հիմա գյումրեցի։ Վաղը պետք է բոլորս դառնանք Չէ, նույն գիտեք ինչին է վերաբերում, տեսեք, երբ որ Դիլիջանում անտառահատումներ կան, հիմա իշխանության բարեկամներն են անում, որը ես այդպեսի խոսակցություն լսել եմ անգամ, ասում են, սա Դիլիջանի անտառներն է, ինչ եք Երևանից եկել այստեղ բողոքում, կներեք, դա Հայաստանի թոքերն են, ոչ թե մոտավորապես Դիլիջանի։ այն բաներ ասում են թե Կիրանցի ժողովրդին ինչ է գալիս խառնում Կիրանցը, այսինքն Կիրանցի բանը Դա միջպետական ճանապարհ է, ավելի համանadrության մեջ է գրված, որ Հայաստանի որևէ տարածքից զիջում համապետական քվեարկությամբ կարող է։ Ես քեզ մի հատ բան ասեմ, ես հիմա հեսի այնտեղն է որ ուզում եմ հիշացնեմ։ Ուրեմն ես ինքս պատմական շատ հետաքրքիր բաներ եմ փաստաթղթեր եմ կարդացել 15 թվականի ցեղասպանության եւ առաջին հանրապետության կայացման process-ի մեջ։ Ուրեմն բրիտանացիների միսիա, այսպես ասած հետախույզների միսիա, որ գալիս են հետախուզում էին ժողովուրդներին, փորձում էին ժողովուրդների տաներին բանանել, բան եւ այլն եւ այլն։ Այնտեղ կար մի հատ գնդապետ Նոել։ Այդ գնդապետ Նոելը շատ լավ հետաքրքիր հուշեր էր բաց թողել։ Ինքը իր ուղղությամբ հակաթուրք գործիչ էր։ Ասում եմ ես եկա հանդիպեցի հայկական վերնախավի հետ, քրդական վերնախավի հետ, փորձեցի իրանց կոնսոլիդացնել թուրքական վտանգի դեմ։ Ասում եմ երկարին փորձելուց հետո հասկացա, որ քրդերի մոտ կա ցեղային գիտակցություն, ցավոք սրտի այն ժամանակ։ Իսկ հայերը շատ չեն տարբերվում ցեղային գիտակցությունից։ Նույն ցեղային գիտակցությունն է, բայց արտակուստ կարող է մի քիչ տարբերվում, բայց մոտավորապես նույնն է։ Արդեն աշխարհագրական բաժանում։ Այո, եւ ասում եմ ես հասկացա, որ այդ ժողովուրդները չեն կարող պետություն սարքել։ Ցավոք սրտի եմ ասում։ Ինքն էլ առանձնահատուկ Թուրքիայի դեմ էր տրամադրված, որպեսզի հասկանաք թե ինչ աստիճանի դեր ուներ գնդապետ Նոելը, ուրեմն Բրիտանիայի եւ Աթաթուրքի պայմանագրի մեջ հատուկ կետ կար իր մասին, հատուկ կետ։ Այդ մարդը ասեց ձերքերը բռնած ասեց ես հասկացա որ այս ժողովուրդները ունակ չեն պետություն սարքելու, պետություն կառուցելու։ Սա այլ իշխնախնդիր է, դա 100 տարի անցել է, 100 տարի։ Աշխարհը փոխվել է, ազգերը փոխվում են, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մենք դուրս գանք այս վիճակից, խայտարակ մտնոլորտ է, սա խայտարակ վիճակ է։ Մենք այս խայտարակ մտածողությունից դուրս գանք։ Ինչ է նշանակում մայլայի մտածողություն, թաղի մտածողություն, Դվարովի մտածողություն, այդ Դվարովի մտածողությունն է խանգարում մեզ զարգացման։ Շնորհակալ եմ, պարոն Ղոզյան, ես կարծում եմ նաև պետքա ֆիքսել, որ Գյումրու ընտրությունը մենք արդեն ասենք աշխարհակահաղական նաև նշանակություն ունի եւ այստեղ անդիմադիրների եւ Մայր Հայաստանի հաղթանակով կարծում եմ պիտի հետաքրքրված լինի նաև բան ԿՊ-ի Սարիկը, ինչու որովհետեւ եթե ես վստահ եմ ԿՊ-ն չի հաղթելու, բայց իրենց հաղթանակի դեպքում ԿՊ-ի Սարիկը հայտնվելու է մազութի համոյի կարգավիճակում, երբ որ այդ աշխարհակահաղական փոփոխությունները ԿՊ-ն բերի Գյումրի, Հայաստան, հա, վերջում դարպասներից կախված ենք ինչ որ մարդկանց տեսնելու ցավոք սրտի եւ նրանք մեր համակարգացիներն են չնայած շարունակում են սպասարկել ԿՊ-ի շահերը։ Շնորհակալ եմ, պարոն Ղոզյան, մենք 1 ժամից ավել գրեթե խոսում ենք Գյումրու ընտրությունների մասին, խոսեցինք գրեթե բոլոր տեխնատուների մասին, ովքեր հրապարակային որևէ խոսք են ասել կամ ծրագիր են ներկայացրել։ Ես շեշտեմ զրուցում եի քաղաքագետ Երվանդ Բոզյանից, տեսություն կհանդիպենք։